Վեմ ռադիոկայանի հոգևոր զրույցներ հաղորդաշարի եթերում արժանապատիվ տերտաճատավակ Քահանա Դավիդյանը եւ հաղորդման վարող Արաքս Պողոսյանն են։ Քրիստոս հարյավի մեռելոց Օրհնյալ է հարությունն Քրիստոսի։ Այսօրվա մեր զրույցին բնաբան ենք վերցրել «Սիրեցեք ձեր թշնամիներին» տողը։ Ընթերցենք Սուրբ Գրյան հատվածը Մատթեոսի ավետարանից, լսել եք արդարև թե ինչ ասվեց. «Պիտի սիրես ընկերոջդ եւ պիտի ատես քո թշնամուն։ Իսկ ես ձեզ ասում եմ, սիրեցեք ձեր թշնամիներին, օրհնեցեք ձեզ անիծողներին, բարություն արեք ձեզ ատողներին եւ աղոթեցեք նրանց համար, որ չարչարում են ձեզ եւ հալածում, որպեսզի որդիները լինեք ձեր հոր, որ երկնքում է, քանի որ նա իր արեգակը ծագեցնում է չարերի եւ բարիների վրա եւ անձրև է թափում արդարների եւ մեղավորների վրա։ Եթե սիրեք նրանց, որոնք ձեզ սիրում են, ձեր վարձն ինչ է, չէ՞ որ հեթանոսներն էլ նույնն են անում։ Եվ եթե միայն ձեր բարեկամներին ողջույն տաք, ինչ ավելի բան եք անում, չէ՞ որ հեթանոսները եւ մեղավորները նույնն են անում։ Արդ կատարյալ եղեք դուք, ինչպես եւ ձեր երկնավոր հայրն է կատարյալ»։ Տեր հայր, սա կարելի է ասել, որ քրիստոնեության ամենաառանցքային պահն է, քրիստոսաբանության կամ մեր դավանաբանության, քրիստոնեության ողնաշարը կամ ուղնուցուցը, եւ ամբողջ տիեզերական համակարգը ընդհանրապես ունի իր օրենքները եւ դրանից բխող օրինաչափությունները, եւ կարելի է ասել, որ քրիստոնեության օրենքը, որ այս տողերի մեջ է արտացոլվում, հենց սիրո օրենքն է, եւ եթե այո, ապա ինչպիսի օրինաչափություններ են դրանից բխում։ Նախ ասեմ քեզի, որ եթե մենք նայենք բոլոր աշխարհի մեծ գրոներին, հութայականության, այո, նույնիսկ իսլամության, բուդդայականության եւ մեծ իմաստասերներին, ոչ քրիստոնյա եւ քրիստոնյա, բոլորն ալ նույն բանը կասեն։ Այսինքն նույնիսկ իսլամության մեջը պետք է ասեմ այս ըրածները, որոնք եղած են, անոնք շեղվում են Ղուրանի ուսուցումին։ Այսինքն այնտեղ ալ գսեն թե սիրեցեք ձեր թշնամիները, սիրեցեք սիրար, այսինքն այդ սիրո խաղապարախոսությունը բոլոր գրոներին մեջ կրնանք գտնել։ Սակայն պետք է ասեմ, որ քրիստոնեության մեջը անիկա շատ արմատական դարձած է։ Այսինքն քրիստոնեությունը ուրիշ բան չէ, եթե ոչ սիրո գրոնը, ավելի քան մյուս գրոները։ Եվ բարձրապես քրիստոնեությունը, երբ որ խոսի սիրո մասին, չսեր Աստծո հանդեպ սեր, թե ասում է, բայց միայն անիկա չսեր ընտանիքի հանդեպ սեր, չսեր ազգի հանդեպ սեր, այլ գսե մարդկության հանդեպ սեր, այսինքն սիրեցեք բոլորը, մինչև իսկ կտանի սիրեցեք ձեր թշնամիները, աղոթեցեք նրանց համար, աղոթեցեք նրանց համար, որոնք քեզ գանիծեն։ Այսինքն պետք է ասեմ, թերևս ամենն դժվար մասն է քրիստոնեության, երբ որ մենք կխոսենք մեր թշնամիներին մասին, օրինակ այս վերջին 4 օրվա պատերազմի մասին, այո, մեկ կողմից գա Քրիստոսի քարոզությունը, չասենք 4 օրյա, ասենք շարունակական։ Okay, շարունակական պատերազմը, այս չափտարիներ եւ նաեւ պատերազմից առաջ այդ հագարակությունը, որ կա, մի թրվակ մը պատմեմ քեզի, անգամ Եղիշե arczepiskopos Թուրյան, որ Երուսաղեմի բադրյակն էր, քրապարի տաս գուդար այնտեղ Թբրևանքի հոգևոր ջամարանին Երուսաղեմի մեջ, եւ այդ աշակերտները մեծ ամասամբ որպեր էին, որոնք ազատված էին չարտից, իրենց հայրերը, մայրերը գործունցուցած էին, եւ ուրեմն այնտեղ եկան քրապարի տասին, որ Հիսուս կսե սիրեցեք ձեր թշնամիները, եւ աշակերտներին մեկը հարց տվավ, ասավ սրբազան հայր, ուրեմն պետք է սիրենք թուրքերը։ Թուրյան սրբազանը մի բախ մկեցավ, անդրադարձավ եւ հասկացավ, այսինքն այդ դուղուն հայրը եւ մայրը թուրքերը սպանած են։ Ասավ տղաս, երբ որ Հիսուս այդ խոսքը ասավ, թուրքեր չկային աշխարհիս վրա։ Անշուշտ ասիկա խուսափում մնե հարցին եւ մեզի համար չափազանց դժվար է, որ մենք այսպես սիրենք մեր թշնամիներին, եթե մենք առնենք բոլոր բադվիրանները, օրինակ ասեմ մի պարգանակ, չէ, մահացու մեղք է պարգությունը, արաքստուն ոևը ադեն պարգացեր ես, անշուշտ, ուրեմն մահացու մեղք ես կործած, չէ, կսե որ մի հբարդանար, հբարդություն մի ունենակ, մի ցանկանար,
նույնիսկ մեր դերը ավելի դժվարացուցը սա որ նույնիսկ փոխչախոհություն ունենա գմդածե նրա մասին մեղք է կործում այսինքն մենք բոլորս մեղքի մեջ ենք միայն այս մեղքը չէ ադել մեր թշնամի անիկա մեղք է ինչ ասենք Քրիստոսի բարոյականությունը մենք չենք կնար ստեղծել մենք ունենք ավետարանին մեջը երկու տեղ Պողոս Արաքյալի Հռոմեացված նամակին մեջը գրվե 12-րդ գլուխը թե պետք է սիրենք մեր թշնամիները եւ չափազանց դժվար է բայց ես պիտի ուրեմն իմ գրոնքս փոխեմ չէ անիկա իդեալն է ես այդ իդեալին յետևեն պետք է ըլլամ եւ պետք է ես այնպես հավատամ որ թե պետք ես չեմ գնարնել ինձ համար դժվար է բայց պետք է անեմ Տեր հայր, գուցե ճիշտ է նախ հասկանանք ինչ ասել է սիրել եւ այն էլ թշնամուն եւ երկրորդ կարեւոր պահը որ ավետարանում ունենք հստակ հարցադրումը ով է իմ մերձավորը եւ հստակ պատասխանը բարի սամարացու օրինակով բայց կարծես թե չկա իսկ ով է իմ թշնամին հարցադրումը իսկապես ով է մարդու թշնամին մեր թշնամին Մեր մեծագույն թշնամին արդեն Աստվածաշունչից հայտնի է սատանանն է Մեծագույն թե միակ սա էլ կարեւոր հարցադրում է հիմնականը ասենք որտեղ վերջի սատանան մարմնացումն է ան որ հագարակ է Աստուծուն որ է սեր եւ այն որ հագարակ է Աստուծո դված բادرերը որ է սիրել միմյանց ուրեմն սատանան մենք կպատկերացնում որպես մի անձնավորություն բայց սխալ է այդ պատկերացումը սատանան ինչպես որ Աստված մի անձնավորություն չէ Աստված փարության, սիրո ներկայությունն է, այսինքն անհասանելի, անչափելի, մենք չենք կնար երևակայել Աստծո մասին, բայց անհատը չէ, նույնպես սատանան անհատը չէ, սատանան այն ուժն է, այդ իրականությունն է, որ կպայքարի լույսին դեմ, Աստված լույս է, սատանան խավարն է, եւ ինչ է խավարը, խավարը ինքնին գոյություն չունի Խավարը բարձրապես լույսին բացակայությունն է այսինքն սատանան կներկայացնե հենց ան ինչ որ լրիվ հակառակ է Աստուծուն Տեր հայր, մենք տեսնում ենք ավետարանում, որ մեր Տեր Հիսուս Քրիստոս, երբ իր վերաբերմունքն էր ցույց տալիս փարիսեցիների, դպիրների, քահանաների նկատմամբ, նրանց կեղծ առաջնորդներ էր որակում եւ ասում էր իժերի ծնունդներ, կամ ասում էր հոր կողմից դուք սատանայից եք, եւ այդ վերաբերմունքը չափազանց կոշտ էր եւ սիրո արկայություն այդ խոսքերի մեջ դժվար է նույնիսկ տեսնել։ Այսինքն Տերը չէր ասում Չնայած դուք այսպիսին եք, բայց ես ձեզ սիրում եմ, շատ կոշտ էր արձագանքում գնահատականի մեջ։ Ուրեմն ինչպես հասկանալ, այսինքն ինչպես ընկալել թշնամուն, ով է քո թշնամին, եւ ինչպիսի վերաբերմունք ցույց տալ նրա նկատմամբ, որպիսի լղոզված վերաբերմունք չլինի մեր վերաբերմունքը, այսինքն դա չլինի էմոցիոնալ զգացմունքային դրսևորում, այսպես կոչված սիրո, որը կարող է ավելի զորացնել այդ թշնամուն։ Լավ հարցում մերիր քիչ առաջ, որն չպատասխանեցի, այսինքն թե ինչ է սերը, ինչ է սիրել։ Դարձյալ ուրիշ թրվակ կյանքից անգամ մի անաստվածի փորձեցի համոզել թե Աստված կա, եւ անշուշտ իմ փուն հիմքս այն է, որ Աստված սեր է, անչափ առանց սահմանի սերմը, որ մենք նույնիսկ չենք կրնար հասկանալ, եւ իրենեսի դու կհավատաս սիրո, եւ այս մարդը ինձ պատասխանեց սա բանջանը Սերը ուրիշ բան չէ, եթե ոչ երդասարտի արյան փոփոխումը, ուրիշ բան չէ, այսինքն երդասարտը իր ցանկությունները կունենա, այն է սերը։ Այսինքն կրքի մասին էր խոսքը։ Այո, այդ է սերը։ Այսինքն ես չեմ կարծում որ այդ է, անիկա միայն գիրք է, ցանկությունն է, որ բնական է, բայց սերը այդ չէ։ Սերը վերջո երբ որ արդենք եւ չափենք, բարձրապես սիրածին փալիկին գամենալն է։ Այսինքն եթե ես մեկը գսիրեմ, ասել է որ ես կուզեմ նրան բարիկը։ Իսկ ինչ ասել է բարիկ։ Բարիկ ինչ որ լավ է իր աճմանամա։ Վերջո ես հավատում եմ նաեւ եւ կարծեմ արդեն Աստվածաշունչը ասիգա գտասավանդ է, որ մեր կյանքը ուրիշ բան չէ, եթե ոչ աճումը։ Օրինակի համար մենք մեկեն հղվեցանք 9 ամիս մնացինք մեր մորը արկանտին մեջը
հետո ծնանք եւ մնացինք դարիներ ընտանիքի արքանտին մեջը, հետո ամուսնացանք եւ մենք ստեղծեցինք մի արքանտմա, որ նորեն ուրիշ կյանքեր մեջտեղ եկանք եւ այսպես կյանքը ունի իր հանգրվաններ, աճում գա։ Ադորամալ ես երբեմն կզարմանամ, հայաստանցիները շատ վախ ունին մահից եւ ես ընդհակառակը մահը կնկատեմ ճիշտ այնինչ որսի, որ հղություն տեղի կունենա, ծնունդ տեղի կունենա, չափահաս կդառնանք, այսինքն մեկ տեղից ուրիշ տեղից հեղաշնչվենք, շարժումը գա։ Սահմանի վրա կտեսնենք, որ զինվորը մահից չի վախենում, հայ զինվորը, դա էլ ասեք։ Անալկա, բայց ասեմ քեզի, որ մենք մահից պետք է վախնանք, որտեղ անիկա այդ հանգրվաններից մեկն է, եւ ինչպես որ կյանքը որը արքանտից դուրս ավելի լավ էր։ Մեր կյանքը մեր ստեղծած ընտանիքին մեջ ավելի լավ էր կամ պետք էր լար։ Դժբախտաբար երբեմն այդպես չէ, բայց ուրեմն բարիքը այն է, որ գնգերակցի գահաճողեցնե մեր աճումը։ Վերջի ինչպես Հիսուսը ասավ, ես եմ կյանքը, ճշմարտությունը եւ ճանապարհը։ Աճում նկատի ունեք հոգեվոր աճումը։ Ոչ միայն հոգեվոր աճումը, մարմինին երկրորդական դեղ պետք չէ դանք։ Մարմինն ալ գա ասոր մեջը, այսինքն մենք երբ որ գաճենք թե հոգիով եւ հոգեվոր աճումը գա, որ կարևորն է, բայց նաեւ մարմինով ալ գաճենք, այսինքն վերջի մեր մարմինը մենք հավատում ենք, մանավանդ որ հարության շրջանի մեջ ենք, որ պիտի այլափոխվի, պիտի այլագերբվի եւ մենք պիտի ունենանք այն նույն մարմինը, որ Հիսուս ունեցավ, երբ որ համբարձավ։ Հիսուս համբարձավ իր մարմինով, բայց ալևս փարավորյալ մարմիններ։ Եվ երբ որ այդ փարավորյալ մարմինը համբարձավ երկինքը, նստավ հորը աչքոմը եւ բաժանագից, փարավորագից եղավ հորը Աստվածության հետ։ Տեր հայր, երբ որ մեր Տերն ասում է սիրեցեք ձեր թշնամիներին եւ այս ձերը, եթե մենք վերցնենք եւ շեշտադրում է հենց ձերի վրա, այսինքն մեր թշնամիներին վրա անենք, արդյոք կարելի է սրանից հետեւություն անել, որ մեր թշնամիները դրանք միշտ չէ որ կարող են Աստծո թշնամիները լինել, այսինքն Աստծո համար իրեն թշնամի լինել, մանավանդ որ ասացինք, որ գլխավոր թշնամին եւ հաճախ կարելի է նաեւ ասել միակ թշնամին Աստծո համար դա հենց չարն է, սատանան եւ ոչ մարդը։ Ուրեմն ինչպես հասկանալ մեր հոգնակի մանավանդ թվով ասված թշնամիները, ովքեր են մեր թշնամիները, մարդու թշնամիները։ Անշուշտ Հիսուս երբ որ ասավ, ասիկա ասեն մատնանես չէ, ասավ որ բարի կրեք նրանց հանդեպ, որոնք ձեզի կատեն։ Օրհնեցեք նրանք, որոնք քեզի կանիծեք։ Աղոթեք նրանց համար, որոնք քեզ կհալածեն։ Այն անձը, որ քեզի քո երեսին մեկ այդին վրա գզարնե, կապտագե, մյուս այդը դուր իրեն։ Այն անձը, որ քեզանից պիտի առնե, կապան, կոսկեստդ ալ դուր իրեն։ Դուր բոլորին, որ ձեզանից կխնդրեն, եւ ուրիշներին ըրեք, ինչպես որ դուն գուզես, որ անոնք անեն քեզի։ Այս է, ասած այսինքն հոստեղ ընդհանուր մարդասիրության մասին է խոսում։ Եվ ինչպես ասիկա դժվար է, ես չեմ ուզեր, որ մեր ունգընտիրները հավատան, որ դեր դաջադը այս բոլոր բաները կկատարե, չէ, ես ալ իրենց պես եմ, միշտ հարցում գուկա ինձի, որ թուրքերին պետք է ադենք, կամ պետք է սիրենք, եսի չէ, ավետարանի բադվերով պետք է սիրենք։ Ինչպես կրնանք սիրել, ինչպես ասի, որ սերը քո թիմացինին բարիկին ցանկությունն է, ուրեմն ես թուրքին բարիկին ցանկություն ունիմ։ Այսինքն, եթե օրինակ մենք մեր աղոթքի մեջ ասում ենք Տեր, ոչ միայն մեզ տուր ապաշխարություն, այլև այն մարդկանց, այն ազգին, որ ոտնձգություն է անում իմ հայրենի սահմանների նկատմամբ, իմ ընտանիքի, իմ զավակի նկատմամբ, երբ որ ես սկսեմ թե թուրքին բարիկը կցանկանամ, ինչս էլ է բարիկը այդ բարակային։ Եթե իմ զավակը սխալ է անում, նախ եւ առաջ ես կուզեմ, որ իմ զավակս իր բարիկին համար ընդունի իր սխալը։ Ինչ կարժե, որ եթե իմ զավակս չընդունի իր սխալը, կմնա իր հանցանքին մեջը, չէ։ Այսինքն կուզեմ, որ ինքը զղջա, ապաշխարի։ Այո, իր սխալին համար։ Կուզեմ, որ ինքը հադուցում ընե իր սխալին համար։ Ուրեմն իր բարեկին համար է ասիկա։ Եվ ասում կեզի անկեղծորեն ասեմ, շատ չեն
բայց ես հանդիպած եմ թուրքեր, որ այս խաղապարը ունին, որ իրենք կսեն, թե ինչ որ եղավ ճիշտը չէր, ներողություն կխնդրեմ, որ ինչ եղավ անցյալում, եւ թե ինչով կրնանք այս բանը վերացնենք ադելություն, քիչ են, բայց կան, օրինակի համար տեսնես, այս անցյալ ապրիլ 24-ին թուրքական պարլեմենտին մեջ խոսք եղավ հայկական ցեղասպանության, հայկական դեպուտատներ ունենք այնտեղ, 10 տարի առաջ, 15 տարի առաջ ասիկա անկարելի է, ուրեմն մենք պիտի սիրենք այն դարը, որ պատրաստ է այս ճանապարհները փանալ, դժվար պիտի լա, ասկից 1500 տարի առաջ մեր ողերիմ թշնամին ով էր, ամենն շատը մեր վրա ջնջողը, Պարսիկը, այսօր Պարսիկը մեր թշնամին է, ոչ, ընդհակառակը Պարսկաստանի եւ Հայաստանի մեջը լավ հարաբերություն կա, Պարսկաստանի մեջը հայկական քաղուտ, բայց կարող ենք իրենց կողմից ցեղասպանության դրսևորում հիշել, այսինքն երբ բանակը բանակի դեմ է կռվում հասկանալի է, բայց երբ որ եւ մշակութային իմաստով եւ բոլոր իմաստներով տեղի ունենում սպանդ, ցեղասպանություն, խաղաղ բնակիչների նկատմամբ, ծերերի, երեխաների, արդյոք այդպիսի դրսևորում ուներ քաղաքակրթություն ստեղծած այդ ազգը մեր նկատմամբ կամ որևիցե մեկի։ Անեկա չեմ գնալ պատասխան։ Ես կարծում եմ, որ ոչ։ Քրիստոնյային սա է անհանգստացնողը, երբ բանակը բանակի դեմ է կանգնում եւ մեկ ավելի զորեղ է գտնվում, մյուսը պարտվում է եւ երկիրը հանձնվում է, խոսքը սրա մասին չէ։ Խոսքը նրա մասին է, որ երբ անոնը կդնենք մեկ ազգ կամ իշխանություններ, երկիր, համենայն դեպս երբ տեսնում ենք, որ տասնամյակներ դարերի պատմություն ունի այս մոտեցումը, ցեղասպանելը, այսինքն ձեռք բարձրացնել անզենի վրա, ծերի, երեխայի դիակապտությամբ զբաղվել, անարգել արդեն մահացած սրանք ոչ մշակութային դրսևորումներ են, այսինքն խոսքը ոչ քաղաքակիրթ լինելու մասին է, ինչպես քրիստոնյան սրա դեմն առնի, ինչպես քրիստոնյան սրա նկատմամբ վերաբերմունք դրսևորի եւ ինչպես քրիստոնյան պահի քրիստոնեական սերը այսպիսի դրսևորումների նկատմամբ։ Հայերը մի բան մըրին ճիշտ ասոտ նկատմամբ, բանը որ ինձի որպես հայ քրիստոնյա ուրախացուց այն է, որ իրենք ստեղծած են Ավրորայի այդ մարդասիրական միջազգային մրցանակը հետաքրքրական է անիկա եւ այս տարի առաջին անգամ լալով այդ Ավրորա ճանաչումը դվին Մարգարիտ Փարանգիցեն անունով մի բուրունդացի ապրիկեցի գինմը որ բանոցներ բացավ մոտ 30,000 որպերի, որ Բուրունդայի մեջը գար ահավոր մի Բուրունդի եւ միջին ապրիկյան երկիրներին մեջը ցեղասպանություն այս 10-15 տարի առաջ եւ շատ որպեր մնացին եւ այս կինը կորձնական օրեն աշխատեցավ փրկելու այս անձերի կյանքը եւ անոնը ծրածին Ավրորա, որտեղ Ավրորյան մի հայ աղջիկ մներ, որ ազատագրվեցավ հայկական ցեղասպանությունից եւ շքանշանը իր անունով դրին եւ ֆիլմը մնալ պատրաստած էին բռնապարված Հայաստան, որուն մեջ այս գինը այն ժամանակ աղջիկ էր աստղը եղավ եւ ինձ համար ասիկա լավ երևույթ մներ որ մենք հայերս այլևս հիմա կճանաչենք այս շքանշանովը նրանք որոնք օգնություն են անում որևէ տեղ, ուր որ անմարդկայնություն կա, ուր որ ցեղասպանության կա, եւ ասեմ քեզի, չափազանց ես սկացվեցավ ասկից, ուրեմն հարցը այն է, որ մենք, որոնք եղած ենք զոհ ցեղասպանության, որոնք մեր մարմինին վրա կգրեն, երբ որ գսեմ, մենք մեր մարմինին վրա կգրեն, գսեմ, ես իմ երկու մեծ հայրերս եւ մեկ մեծ մայրը կորսնցուցի 15-ի չարտին, ես մեծ հայր չեմ գիտեր իմ կյանքիս մեջը, իմ երկու ծնողքս որբ եղած են, հայրս մանավանդ ճանապարհներին թափարող մի որբ եղած է, մայրս Գումրիում մուրացկանություն ըրած է 4 տարեկանին, այս բոլոր բաները գիտենք, կսկանք, սակայն հիմա մենք, որպես ազգը, որը սկացել է ցեղասպանության այդ չարիքները, պետք է մենք ալ մի բան մընենք, այս խոսքը շատ կսիրեմ,
ավելի լավ է, որ մոմը վարենք, քան թե խավարը անիծենք։ Եվ ուրեմն մենք ալ որպես փոքր ասկմը, մենք մեր այդպիսի քարը թրինք, որպեսի ստեղծենք մարդկության ապավեն, մարդկության նվիրված մի դաջարմը, որը վերջի ամբողջ մարդկությունը Աստծո զավակն են, եւ ադելությամբ բանը չի առաջանալ։ Հիմա ես կհավատամ մարդասիրության, կհավատամ Քրիստոսին ըսածին, ինչքան ալ դժվար լինի, այսինքն առաջին հերթին դարձյալ ուրիշ թրվագը Ջորջ Բերնարդ Շո մի թադերկություն մկրած էր Անդրոկլիս եւ Այրյուծը, որուն մեջ կա մի հսկա քրիստոնյամը եւ անտին մի գանանցի մարդը, որ հռոմեացի հետանոս մներ, այս հսկային որ քրիստոնյա էր, ասա որ դու քրիստոնյա ես եւ անիկա ասա այո, ուրեմն եթե ես քո երեսիդ մեկ այդը զարդեմ մյուսը պետք է դառնաս մարդը ասա այո չկամենալով ասավ եւ ուրեմն այդ գանանցի մարդը իրեն զարգավ մեկ այդին իմասը մյուս այդը դարձուց մարդը դժվարավ գրծավ իր մյուս այդը դարձնել եւ այդպես ապդեգեց մյուս այդը վայսավու այդ գանանցի հռոմեացին եւ այս հսկա քրիստոնյան նայեցավ իրեն ասավ հիմա գարկը քոն է այսինքն հիմա ես պիտի դեմ քեզի բայց դժվար է ես կուզեմ որ մենք հաղթահարենք մեր թշնամիներին եւ գիտես հաղթահարելը միայն սիրով չլար պետք է քաչ լինիս պետք է պատրաստ լաս սակայն նորեն մեր այդ հակարակության մեջ պետք է մարդկային այս գարկմը սկզբունքները լինին այսինքն մենք պետք է դատապարտենք այն չպատնվելիք ոտնսկությունները որոնք եղան հայ մահացած զինվորներին վրա բայց նույնը մենք պետք է անենք մենք պետք է վրեժ խնդրությամբ մոտենանք կանանց ինչքան դժվար լինի այսինքն միշտ մենք պատրաստ ենք չարիքին դեղ չարիք ընել բայց վերջո հաղթողը միայն գլա ան որ ամենեն զորավորն է ֆիզիկական ուժով մենք անգիծանտին պետք է երթանք Տեր Տաճատ կարելի է ասել որ շատ կարևոր հատկանիշ որակ ասել կամ մոտեցում արժանապատիվ կեցվածքը այսինքն անգամ սպանելուց եթե պետք է սպանել նրան ով եկել է եւ քո հայրենիքին է ուզում տիրանալ քո ընտանիքը ոչնչացնել անգամ սպանելիս լինել արժանապատիվ կեցվածքի մեջ այսինքն ցանկացած պահի մեռնելիս լինել արժանապատիվ կեցվածքի մեջ եւ ատելություն դրսեւորելիս անգամ մեղք չգործել այսինքն այդ ատելության մեջ չլինի մարդակյացություն այսինքն ատել չարի գործերը բայց դրա մեջ չլինի մարդակյացություն եւ կարելի ասել որ ընդհանուր առմամբ մեր ազգը միշտ իրեն հենց այսպես էլ դրսեւորել է եւ իր քրիստոնյա ազգ լինելու ամենամեծ հաղթաթուղթը հենց երևի սա է որ նույնիսկ թշնամու բանակի զինվորը կարող է խոստովանել թե որքան արժանապատիվ եւ առաքինի է իրեն պահում հայ զինվորը եւ երբեք չի իջնում այն մակարդակին, որտեղից սկսվում է մարդատյացությունը։ Եվ կարելի է ասել հենց թշնամուն սիրել, այսինքն ճիշտ վայելուչ օրինակ ցույց տալ թշնամու վերաբերմունքի մեջ, սա հենց թշնամուն բարիք ցանկանալը եւ թշնամու հոգեվոր աճին, այսինքն մարդանալուն նպաստելն է։ Ասածը շատ ճիշտ է, այսինքն հիմնականը այն է, օրինակ համար ես միշտ կսեմ, որ մենք իրավունք ունենք պաշտպանելու մեր հայրենիքը, մեր կյանքը, մեր ընտանիքը, եթե մեկը կփորձի իմ զավակներս սպանել, ես պիտի պաշտպանեմ զիրենք, մինչև իսկ սպանելով անոր գուզե սպանել նրանց, ոչ է ես գուզեմ անիկա սպանել, իմ նպատակս պաշտպանելն է իմ զավակներս, նույնպես ալ հայրենիքին պաշտպանել, իմ նպատակս ոչ թե թշնամին սպանելն է, ալ իմ հիմնական նպատակս հայրենիքս պաշտպանելն է, սակայն այնպես մը պիտի անենք, որ մենք նրանց նման չլինենք, ալ մենք կոնե առաջնորդվենք մեր քրիստոնեական սկզբունքներով, Պողոս Արաքյալը Հռոմեացվոց նամակի մեջ 12-րդ գլուխը շատ կարևոր բան գսե օրհնե նրանք որոնք կահալած են քեզի օրհնե եւ մի անի ձեր նրանք ուրախ եղիր նրանց հետ որոնք ուրախանան լացիր նրանց հետ որոնք գուլան
եւ վրեժ խնդիր մի լար, չարիկին դեղ չարիկ մի դար, բայց միայն հետաքրքրվիր ինչ որ ազնվական է բոլորին աչքերին մեջը, գսե որ մի հաղթվիր չարիկից, ալ հաղթե չարիկը բարիկով։ Հիմա հետաքրքրական Պողոս Արաքյալը այս կսի եւ ոմանք կսեն թե անիգա անկորձնական է։ Մենք այդպես կրնանք ապրել, ինչ է մենք թշնամին ոտքին դակը, բայց հետո հաջորդ տունին մեջը 10-րդ գլխուն մեջը նույն նամակին հռոմեացված նամակին մեջը կսետ ամեն մարդող ենտագա լինի բարձրակույն հեղինակության, այսինքն բեդության, այսինքն գա հեղինակությունը եւ չի գա ովևէ իշխանությունը, որ հարաճ չի կար բացի Աստուծուց։ Դժբախտաբար 1915-ին պատերազմին ադենը այդպես քերակույն հեղինակություն չի գար։ Պատերազմից հետո սակայն գիտեք հետաքրքրական էր ինչու համար Թալատը Թուրքիա չէր պատերազմից հետո, ինչու համար Էնվերը Թուրքիա չէր, ինչու համար ասոնք այս բոլոր ցեղասպանող ցերնագողներ ինչու համար Օսմանյան Թուրքիայի մեջ են, որտեղ հետապնդված էին որպես ոճրակորձ, այսինքն եթե Թուրքիա մնային պիտի փանդարգվեին եւ թադի պիտի ընդարգվեին եւ արդեն իսկ սկսած էին թադավարությունները Թուրքիո մեջ 1919-ին դժբախտաբար երբ որ քեմալականները շահեցան այդ թադավարությունները վերջացան եւ նրանց անուններով այսօր բազմաթիվ փողոցներ կան այդ երկրում դժբախտաբար մեկը ըսա որ կոնի Գերմանիո մեջ բռնեցին նրանք, որոնք այդ բաներին հադուցումներին եւ այսօր Գերմանիո մեջ Հիտլեր փողոցը չես գտներ, Հիմլեր փողոցը, Գյորինգ փողոցը չես գտներ։ Կարևորը այս է, որտեղ այդ մարտիկը վերջի եթե նայես պատմության, ավելի վնաս դվին, քան թե Թուրքիո տշնամիները, այսինքն Թուրքիան մեծ վնաս կրեց այդ մարդկանց պատճառով։ Եվ ուրեմն այս կետին մեջը Պողոս Արաքյալը գսե որ բարձրակույն իշխանություններին ցկե այս հարցը։ Հիմա կամաց աշխարհիս վրա գարձես թե միջազգային բարձրակույն հեղինակություններ, իշխանություններ կստեղծվին, կամաց, բայց կան, օրինակի համար Ամստերդամին մեջը, Լահայիգին մեջը կա միջազգային ադյանը, որ կամաց սկսած է իր կորձը ընել թադաբարդել նրանք, որոնք անմարտկային օրեն ուրիշ ասկերի եւ ցեղերի հանդեպ գործ են տեսած։ Մենք պետք է գոմնակից լանք, որ այդպիսի միջազգային միջոցներ ըլան, որով կարողանանք մենք թադաբարդել հանցագործները այս գետին մեջը։ Հայտնության գրքում Տեր-Հայր տեսնում ենք, որ մորթված հոգիները, որ սեղանի տակն էին, այս պատկերավոր արտահայտությամբ աղաղակում էին եւ ասում էին Տեր, մինչեւ երբ պիտի մեր վրեժը չառնես, եւ այդ մորթվածների մեջ Աբելից սկսած մինչև զոհասեղանի մոտ Զաքարիայի սպանությունը եւ դրանից հետո էլ արդեն բոլոր անմեղ պատճառով սպանվածները ներառված են։ Այսինքն, այսպես թե այնպես վրեժը լինելու է, այնպես չի լինելու, որ դրանց վրեժը չի առնվելու, Տեր-Հայր։ Այսինքն մենք առավել հետամուտը լինենք երկնային աստվածային վրեժխնդրության, մենք լինենք մեր ճիշտ տեղում եւ ճիշտ դրսեւորման մեջ, լինենք ճիշտ քրիստոնյա, լինենք աղոթքի մեջ եւ եթե պետք է նաեւ զենք վերցնել եւ պաշտպանել մեր հավատը, մեր երկիրը, բայց վերջին խոսքը ըստ էության թողնել Աստծուն։ Այս ուղղությամբ շատ հստակորեն ասել են։ Սիրելիներ, մի փնդրեք վրեժը, բայց դեղ դվեք փարգության, որտև գրված է իմս է վրեժը, եւ ես պիտի հադուցանեմ, կսե Տերը։ Այսինքն վերջո հավատում եմ, որ մարդոց կործած չարիքները վերջո իրենց վրա կթափվի։ Մարդը իր կյանքին մեջ կգրնա մեղ կործել, բայց հետո այդ իր կործած մեղքին հետևանքը իր անեց կկդառնա։ Բայց նորեն գսե, եթե քո թշնամիտ անոթի է, իրեն գերակրե, եթե ծարավ է, իրեն դուր փանմը, որբեսի ցույց տա, թե իր արածը սխալ էր, եւ գսե որ մի հաղթվիր չարիքից, այսինքն քո թշնամի այդպես չարիք մի լար աներ, այլ հաղթե չարիքին վրա բարիկով,
գսե Պողոս Արաքյալը շատ կարևոր խոսք մնա հետո ուրիշ տեղը թե Ղուկասու ավետարանի մեջ եւ Մատթեոսի ավետարանի մեջ գսե թե գադարյալ եղեք ինչպես ձեր հայրն երկնային եւ նույն բանը Ղուկասու ավետարանի մեջ գսե նույն դողը բայց բարերը քիչ մը կփոխե գսե կտասիրտ եղեք ինչպես ձեր երկնավոր հայրը որ կտասիրտ է այսինքն մենք ամեն բանի մեջ պիտի չանանք լինել Աստուծո նման անշուշտ ով գրնա գադարյալ լինել մեզանից ովևէ մեկը գադարյալ չի աշակերտներս են դեր ով գրնա գադարյալ լինել եւ Հիսուսական պատասխանը տվավ մարդկանց հետ անգարելի է բայց Աստուծմով ամեն բան կարելի է ուրեմն ասեմ որ այս հարցը շատ դժվար հարց մնա բայց մի մոռանանք որ քրիստոնեությունը սիրո գրոնն է ներողամտության գրոնն է քրիստոնեության մեջ երկու հիմնական օրենք կա սիրել Աստված եւ սիրել զիրար ինչպես որ նա սիրեց մեզ եւ ուրեմն ասոնք դժվար են եւ խաչի վրա ասած ներիր սրանց որ չեն հասկանում ինչ են անում նրանք որոնք չեն գիտեր թե ինչ են անում այսինքն այս գեդին մեջ բոլորս մենք մեր սկացումներով հարաճ կերտանք բայց մեր սկացումների գողքը նաև պետք է ըլլա մեր սիրտը մեր հավատքը նաև պետք է ըլլա այն բادرները որ դերը մեզի գուտա Տեր հայր եւ սիրելը ներելը չպիտի հասկանանք սիրո դրսևորում այսինքն եթե մենք մեր թշնամուն սիրում ենք ուրեմն նրան ներում ենք բայց ներումը երբեք չի կարող առանց ներման հայցի լինել այսինքն հիմա ասեմ քեզի արաքս ներելը պատասխան մնե այո ներում չկա եթե խնդրանք չկա ներելու դրա մասին էր հենց հարցը եւ ուրեմն մեկը պետք է խնդրել ներողությունը եթե ներում բիդի ստանա եւ մի անգամ հորս հարցուցի հայրս որ ինչպես իր ընտանիքը կնացես եւ թուրքերը կատեր սիփա եթե այդ մարդը որ հայրը դսպանեց քա կոմոդդ եւ ցերկին մեջը թանակը կա եւ ձունգի կա քո արջևդ եւ քեզի այդ թանակը տա եւ գսե որ ես չեմ կրծած ապրիլ խիլջես է խայտում ես քո հայրը սպանեցի թունյանցի ալբետքի սպանես ես չեմ կնար ապրիլ հաջես ինձ ես սպանե կսպանեսենք սա ոչ տղաս չեմ իմ հայրս իդ չի կար այդ սպանությունը նելով զարմացավ հայրս այդպես երես որտեվ հայրս իրապես շատ կատեր թուրքեր էր բավական չարչարվեր էր մանկություն չունեցող տղամն էր եւ երբ որ սավանեգա ինձի շատ մտածել տվավ Անդրադառնանք ձեզ ուղված հարցերին Տեր հայր սովորություն ունեմ քնելուց առաջ պարկած աղոտ կանել որքանով է սա ճիշտ ինչքան նստն է լավ է ավելի լավ է որ աչքդ փակես աղոթքով եւ բացես աղոթով Մեծ կոտորող թուրքերն առաջին հերթին Աստծո թշնամիներն են թե մեր հայերիս եւ արդյոք մեր կողմից մեղք է նկատվում նրանց սպանելը որպես Աստծո թշնամիների Նախ պետք է սել թե պետք է ուզել բայց թուրքերն Աստծո զավակներն են որոնք մեղավոր են չարիք են կործած եւ իրականին մեջ մեղավորին մեծակույն թշնամին ինքն իրենն է այսինքն չարիք ընելով փիձը գտրվի իր հոգին վրա այսինքն ինքը գրե այդ չարիքը այո ճիշտ է որ Աստուծո կամքին թեմ են ըրած բայց Աստված մեզի չէ տված այդ իրավունքը որ մենք իր թշնամիների թեմ մենք Աստուծո բանակը չենք մարմնավոր բանակը այսին մարմնավոր զենքերով մենք Աստուծո հոգևոր բանակն ենք եւ ինչպես որ ասի Պողոս Արաքյալը ասա որ վրեժ կընտրությունը իմս է գսե Աստված Ցեղասպանության որ դրսևորումն է ավելի վտանգավոր որպես տեսակը բնաջնջող երևույթ ֆիզիկապես բնաջնջելը թե ֆիզիկապես գոյություն ունենալու պայմաններում որպես մշակույթ կրող տեսակի ոչնչացումը Չես կնար զանազանել այսին ցեղասպանությունը իր օրինական իմաստին մեջ ասել է թե ովևէ ասկի գրոնի ցեղախումբի թեմ գադարած ոչ միայն փնաչնջումը այլ նաև նրա մշակույթային այսինքն լեզուն, պատմության եւ այս բաների թեմ չնջումներն են այլ ցեղասպանությունը հենց այն է որ ամեն ասկ իրավունք ունի
իր մշակույթին, իր պատմության, իր հայրենիքով ապրի, պայմանավոր ուրիշին վնաս չհասցնե։ Օրինակ համար պետք է ասեմ, այս մուսուլմանական ծայրահեղները, ահապիկիչները, իրենք կուզեն, որ ոչ մուսուլմանները վերացնեն աշխարհիս վրա, ֆիզիկապես վերացնեն, սպանելով, կլկատելով։ Եթե քրիստոնյաներ կան, որ այդպես են մտածում, իրենք նույն դասակարգին մեջն են։ Այսինքն, այո, ճիշտ է, որ մենք ուզենք դարձի բերել մուսուլմանները, բայց այդպես հոգևոր դարձով, ոչ թե մարմնավոր ջնջումով։ Շնորհակալություն Վեմ ռադիոկայանի հոգևոր զրույցներ հաղորդաշարի եթերում արժանապատիվ Տեր-Տաճատավակ Քահանա Դավիդյաններ եւ այսօրվա մեր զրույցին բնաբան էինք ընտրել սիրեցեք ձեր թշնամիներին տողը Քրիստոս հարիավի մռալոց Տեր հայր Օրհնյալ է հարությունն Քրիստոսի Հոգևոր զրույցներ հաղորդաշարի հերթական հաղորդումը վարեց Արաքս Պողոսյանը